Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍՏ Ռիտամ Նացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախ համարով։ Երևանի շին հրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը արդեն գտնվում է չափավոր միջակայքում։ Բարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ բռնկվել, դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սպանություններ Չարենցավան եւ Աբովյան քաղաքներում։ Չարենցավանում սպանության համար կասկածվող 26-ամյա երիտասարդը հաշվառված է հոգեբուժարանում։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դատավարության վերջին նիստում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ։ Երևանի agrարային համալսարանի հարակից տարածքում մեկնարկել են լայնածավալ կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ։ Տարիներ շարունակ անխնամ ու չոռոգված այգում առաջիկա օրերին կտնկվեն տասնյակ հասուն ծառեր ու հարյուրավոր մշտադալար թփեր։ Գյումրիում պաշտոնապես շահագործման է հանձնվել հայկական Կարմիր խաչի շուրջօրյա խնամքի կենտրոնը։ Կառավարության հետ գործակցությամբ վերանորոգված կենտրոնը տրամադրում է խնամք եւ աջակցություն 160 տարեցների։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը։ Հոբելյանի շրջանակում կառույցը Դիլիջանում կազմակերպել էր հումանիտար ականազերծմանն ու համայնքների անվտանգությանը նվիրված հատուկ միջոցառում։ Երևանի շին հրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշն արդեն գտնվում է չափավոր միջակայքում, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում։ Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգոնություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է լինել ռիսկային, գրել է նա։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր։ Նա նշել էր, որ խոսել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի նախարարի հետ։ Իդեպ Նուբարաշենի աղբավայրում տեսախցիկներ են տեղադրվում, իսկ աղբավայրի հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։ Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հանրապետության 20 շենքին հարակից տարածքում, ինչի ընթացքում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։ Վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոններ, տեղի ունեցածի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նոր ստացված տեղեկությունների, մեկ անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար։ Այսօր ժամը 14-ին էլ Չարենցավանի եկեղեցում դանակահարվել է 57-ամյա Անդրանիկ Ղ, որը եկել էր հարազատի մահվան հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների, սպանության համար կասկածվող 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նա հաշվառված է հոգեբուժարանում, հայտնում են ոստիկանությունից։ Շաբաթվա քրեական քրոնիկոն։ Հոկտեմբերի 11-ին ժամը 1-ի սահմաններում Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի կինոյի շենքի խաչմերուկում կրակոցներ են հնչել։ Պարզվել է, որ ժամը 01:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժինը հազանգ է ստացվել, որ Կրծքավանդակի եւ Աչբասկի շրջանում հրազենային վնասված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հն է։ Ժամեր անց Աբովյան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին եւ հայտնում են, որ որովայնի առաջնային պատի կտրած ծակած վեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ է։ Մինչև իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ գոտկային ձախկեսի կտրած ծակած վերքեր ախտորոշմամբ եւս մեկ հոգի տեղափոխվել է իրենց մոտ։ Ոստիկանները պարզում են, որ վիրավորը կրկին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է։ Բժիշկներն իրավապահներին հայտնում են, որ նշված անձին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00:30-ից մեկն ընկած ժամանակահատվածում Աբովյանի հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձինք հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով եւ խախտելով բնակիչների անդորը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ էլ հնչել են հայհոյանքներ ու կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են առնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս։
44-օրյա պատերազմի ժամանակ ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվել է 16 տարի ազատազրկման, նաև զրկվել մայորի կոչումից։ Նա մեղավոր է ճանաչվել մարտի դաշտ ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Դատարանը նրան դատապարտել է յուրաքանչյուր հանցանքի համար 10 տարի ժամկետով ազատազրկման։ Պատժի սկիզբը կհաշվարկվի Վահանյանին արգելանքի վերցնելու պահից 2021 թվականի մարտի 18-ից։ Ուստի նշանակված պատժին հաշվարկվելով անազատության մեջ անցկացրած 4 տարի 1 ամիս 26 օրը Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի 10 ամիս 4 օր։ Արագած սրճարանի զուգարանում 24 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի գործով դատարան են հրավիրվել մեղադրողի միջնորդած փորձագետները, որոնք դատարանի որոշմամբ ամենայն հավանականությամբ կմասնակցեն Պողոսյանի դին Արտաշիրի Մելուն եւ փորձաքննությանը։ Դատական նիստում ցուցմունք է տվել ականատես վկան։ Սթիվեն Նյուտոնը պատմել է, երբ զուգարան է մտել, Պողոսյանն արդեն մահացած է եղել, դեմքը ուռած, ճակատին մեծ վնասվածք։ Վկայի խոսքով դեպքի օրը երեկոյան որոշ արվեստագետների եւ կնոջ հետ եղել է Պապլավոկ սրճարանում, որտեղ տեսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Շարլ Անձնավուրին, նաեւ 2 հոգու, որոնցից մեկին ճարտարապետ էր անվանում։ Խոսքը Ստեփան Ստեփանյանի եւ նրա ընկերոջ Պողոս Պողոսյանի մասին էր, ըստ վկայի վերջիններս ասել են. «Բարև Ռոբո» եւ վերադարձել իրենց սեղանի մոտ։ Երբ Քոչարյանն ու Անձնավուրը հեռանում էին, երկու անձինք հետևել են նրանց, այնուհետև թիկնապահների խումբն է իջել բոլորին աչուձախրելով ճանապարհը բացելուն։ Այդ ժամանակ Քոչարյանը հեռացել է։ Ըստ վկայի Քոչարյանի թիկնապահները Ստեփան Ստեփանյանին եւ Պողոս Պողոսյանին տարել են սրճարանի հետևի զուգարան։ Ականատես վկային իր հյուրերից մեկն ասել է, որ այդ թիկնապահների շարքում է եղել նաև Քոչարյանի թիկնապահների պետը Կուկուն։ Երբ վկան ներս է մտել, տեսել է, թե ինչպես են թիկնապահներից մեկը ճարտարապետին ապտակում, բայց իրենց տեսնելով դադարեցրել է հարվածներ հասցնել նրան։ Դրանից հետո Սթիվեն Նյուտոնը տեսել է մյուս տղամարդու ոտքերը, որն արդեն մահացած էր, դեմքն ուռած էր, ճակատին առկա մեծ վնասվածք։ Թիկնապահներից մեկի ձեռքին վկան ատրճանակ է տեսել, բայց թե ով է նա չգիտի։ Զուգարանում Նյուտոնն անվտանգության 5 աշխատակից է տեսել։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ որպես պետությանը պատճառված վնաս։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խոշոր հարկվճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ հարկվճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման եւ ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Մասնավորապես 13 խոշոր հարկվճարողների մոտ արձանագրվել է 136 չգրանցված աշխատողներ եւ առաջադրվել 34 միլիոն դրամ տուգանք, իսկ 24 խոշոր հարկվճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտում, առաջադրվել է 128.2 միլիոն դրամ տուգանք։ Երևանի փոքր կենտրոնում գտնվող մասնավորեցման ոչ ենթակա տարածքը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ընկերությանը տրամադրելու գործով մեղադրյալի աթոռին են քաղաքապետարանի նախկին պաշտոնյան եւ անշարժ գույքի ռեգիստրը։ Խաչատրյանի որդիները վարձակալելով պուրակը ստորգետնյա հատվածում կառուցել էին շինություն եւ սեփականացրել այն, ինչի իրավունքը չունեին։ Պետությանը պատճառված վնասը 616 միլիոն դրամ է։ Հողատարածքների ապուրինի աճուրդների համար մեղադրվում են նաև Ղազարավան համայնքի նախկին ղեկավարն ու նրան օժանդակած 2 անձ։ Հողատարածքից 3 հեկտար վերադարձվել է համայնքին, որոշ չափով վերականգնվել է վնասը։ Պետբյուջե է մուտքագրվել 10.5 միլիոն դրամ։ Գործն ուղարկվել է դատախազին հաստատելու մեղադրական եզրակացությունը։ Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծի կատարելու եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած ԿԳ-ն նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերն ու պետական սեփականություն հանդիսացող 3363 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի ԿԳ-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու համար մեկ այլ անձի օժանդակությամբ օրինականացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը։ Մեղադրանքներ են ներկայացվել ԿԳ-ին եւ նրան օժանդակած անձին։ Բաքվում հայգերիների շինչու դատավարության հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դատավարության ընթացքում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ, մասնավորապես նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե Գանջայի գնդակոծությունն իրականացվել է ոչ թե Հայաստանի տարածքից, այլ իր հրամանով Ղարաբաղի տարածքից։
Բաքվում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ որոշ հայ գերիների նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դատական նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր տարիների հայտարարություններ եւ փաստաթղթեր, որոնք ըստ մեղադրող կողմի իբրև թե ապացուցում են Ադրբեջանի տարածքի նկատմամբ ռազմական գործողությունների պլանավորումն ու իրականացումը։ Այս անձինք հանդիսացել են Արցախի անօրինական զինված կազմավորումների ղեկավարներ եւ մասնակցել են Ադրբեջանի տարածքի դեմ ուղղված ռազմական գործողություններին։ Նրանց գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, իսկ քաղաքացիական ենթակառուցվածքները ենթարկվել են հարվածների։ Գործը վերաբերում է ոչ թե քաղաքական դիրքորոշման, այլ ռազմական հանցագործություններին։ Բոլոր մեղադրյալներին տրամադրվել է պետական պաշտպան եւ դատավարություն ընթանում է օրենքի սահմաններում։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե մեղադրանքները հիմնված են վկայությունների, հրապարակային հայտարարությունների եւ ռազմատեխնիկական տվյալների վրա։ Մասնավորապես դատարանում ներկայացվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի այն խոսքը, թե Գյանջայի հրթիռակոծությունն իրականացվել է իր հրամանով Ղարաբաղի տարածքից։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների դատավարության ընթացքում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ։ Մասնավորապես նշվում է, որ ի հայտ եկած նոր փաստաթղթում արտացոլված են տեղեկություններ 7 գերիների Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի մասին, այդ թվում 1990-ականների սկզբից նրանց պաշտոնները, մասնակցությունը 2016 թվականի ապրիլյան մարտերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Սակայն հայկական կողմն ու միջազգային իրավապաշտպան կառույցները շարունակում են աշխարհին ներկայացնել ընթացող այդ դատավարությունների շինծու լինելը, որոնք ընդամենը քաղաքական հաշվեհարդարի դրսևորումներ են։ Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից։ Դատավարությունները ոչ անաչառ են, ոչ էլ անկախ։ Դրանք նման են նվաստացման բեմականացված ծեսերի։ Բաքուն անգամ մերժել է իմ որպես միեդի լիազորված ներկայացուցչի գերիների հետ հանդիպելու խնդրանքը։ 5 տարի շարունակ այդ հանդիպումների թիվը 0 է։ Իրավապաշտպանի խոսքով այս գործընթացը հակասում է Ժնևյան կոնվենցիաների պահանջներին, քանի որ հայ գերիները փաստացի գտնվում են քաղաքական պատանդի կարգավիճակում։ Իսկ Ադրբեջանի կառավարությունը վստահեցնում է, թե հայ բանտարկյալներն օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Միջազգային իրավունքի փորձագետները եւս նշում են, որ եթե դատարանը չի ապահովում անկախ պաշտպանություն եւ միջազգային դիտորդների ներկայություն, ապա չի կարելի խոսել արդար դատաքննության մասին։ Սա հստակ քաղաքական նպատակ ունի ցուցադրաբար պատժել Արցախի ղեկավարությանը։ Բաքվում ընթացող այս դատավարությունները միջազգային մամուլում նույնպես լայն արձագանք են գտել։ Թեև ադրբեջանական կողմը պնդում է, որ գործընթացը օրինական է, իրավապաշտպան կազմակերպություններն այն գնահատում են որպես մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի բացահայտ խախտում։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 13-ին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների այդ նիստում նախատեսվում է ներկայացնել նոր մեղադրական նյութեր, կապված Արցախի նախկին ղեկավարների գործունեության հետ։ Մինչև այդ հայկական կողմը շարունակում է պահանջել հայ գերիների անհապաղ վերադարձն ու միջազգային կառույցների միջամտությունը դատավարության ընթացքը վերահսկելու համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ։ Բարի երեկո, պարոն Ազիզյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շատ։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք Կոպենհագենից, երբ հոկտեմբերի 2-ին Ալիևն ու Փաշինյանը հանդիպեցին Կոպենհագենում եւ այնտեղ մենք կրկին լսեցինք Ալիևի շուրթերից Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որին հակադարձեց վարչապետի մամուլի խոսնակը Նազելի Բաղդասարյանը նշեց, որ նման խոսույթ Հայաստանը չի ընդունում եւ իր համար գոյություն չունի Զանգեզուրի միջանցք տերմին։ Օգոստոսի 8-ին տրիպն է, խաղաղության խաչմերուկն է եւ այլն։ Ինչ է սա նշանակում մի երկիր, որի հետ ուզում ես գնաս խաղաղության, որը պնդում է, որ կա մի բան, որը ըստ էության չկա։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը այս մասին։ Նախ պետք է հասկանանք արդյոք չկա թե պարզապես իրավական տեսանկյունից չկա, որովհետեւ ինչ ենք մենք ստանում փաստացի առումով։ Եթե ադրբեջանական կողմի, ընդհանրապես ադրբեջանական կողմի հիմնավորման վրա մենք փորձենք այսպես եզրակացություններ արել, բնական է, որ ադրբեջանական կողմը միշտ էլ ձգտել է սեփական շահերի տրամաբանությամբ
մեկնաբանել երևույթներն ու ուրեմն գործընթացները առաջին հերթին հենց սեփական հանրությանը բավարարելու Ալիևի վարչակարգի հերթական հաղթանակի տրամաբանությամբ, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ իրականում մենք Հայաստանի Հանրապետությունը չնայած որ տարածքային ամբողջականության տրամաբանությամբ է եւ դա ընդունում են բոլոր ուրեմն կողմերը եւ Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը եւ Հայաստանը տարածքային ամբողջականության տրամաբանությամբ պետք է ամեն տեղ ունենա, բայց փաստացի առումով Ադրբեջանը հնարավորություն է ստանում ուրեմն այդ միջանցքով, հա, այսպես ասած, ինչպես նրանք են փորձում ներկայացնել, ազատ կապվել Նախճեվանի հետ առանց հայկական ուրեմն որևէ պետական գերատեսչության կողմից ստուգվելու։ Ըստ էության պետք է այնտեղ տեղակայվեն ուրեմն ամերիկյան հատուկ ընկերություններ, կազմակերպություններ, որոնք պետք է իրականացնեն այդ ստուգումները եւ այո, եւ ըստ ինչպես ես եմ հասկանում, փաստորեն պետք է այդ տեղեկատվությունը փոխանցվի նաև Հայաստանի համապատասխան մարմիններին, բայց Հայաստանի կողմից անմիջապես ստուգման, որովհետև ոչ միայն ուրեմն տեղեկատվական, այլ նաև պաշտոնական ամենաբարձր մակարդակով էլ դեռևս այդ հարցին հստակ պատասխան չի հնչել, հա, ընդ որում հարցը մի քանի անգամ ուղղվել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որը հստակ պատասխան այդ առումով չի տվել, արդյոք հայկական մաքսային ծառայություն լինելու է սահմանին եւ համապատասխան ընթացակարգերով ստուգվելու է Ադրբեջանի ուրեմն Ադրբեջանից դեպի Նախճեվան կամ հակառակ ուղղությամբ ուղեկցվող այդ բեռները։ Այս առումով չեմ կարող այսպես հստակ ասել, թե ինչ հետևանք է ունենալու, բայց ամեն դեպքում բնական է, որ ադրբեջանական կողմը հենց դա էլ նկատի ունի, որ փաստացի դա միջանցք լինելու է եւ չնայած Հայաստանի իրավական առումով Հայաստանի տարածքային ամբողջականության տիրույթում է գործընթաց տեղի ունենում, բայց այնուամենայնիվ նրանք հնարավորություն են ունենալու առանց հայկական հսկողության այդ ճանապարհը օգտագործել։ Այսինքն, եթե վերանանք անուններից, հա, ստացվում է, որ Ադրբեջանը իր բաղձալի երազանքին հասել է միջանցքի տրամաբանությանը, թե էլի ուղակի ներքին լսանի համար է, որտեղ տեսեք Ադրբեջանում անդադ այդ մասին խոսում են, մեր մոտից ասում են այդպես չէ, այլ տեղից ասում են այդպես չէ, Իրանը մի կողմից ասում է մենք թույլ չենք տա, ու ստացվում է, որ ուղակի Ալիևը խոսում է մի բան, որը էլի անորոշությունների թնջուկ է առաջացնում։ Դե տեսեք, բաղձալի երազանքը նա կլիներ, եթե այդ ճանապարհը ստանար ուրեմն ամբողջությամբ, այսինքն դա լիներ արտատարածքային տրամաբանությամբ, ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականության սահմաններում, բայց տվյալ դեպքում նա հնարավորություն է ունենում օգտվելու այդ ուրեմն ճանապարհից, ու ոչ միայն Ադրբեջանը, այստեղ պետք է հասկանանք, որ սա Թուրքիայի եւ ընդհանուր առմամբ թուրքական աշխարհը Թուրքիայի հետ կապելու եւ նաեւ արտաքին աշխարհի հետ կապելու մեծ հնարավորություն, որտեղ ցամաքային կապը ստեյության նրանք չեն ունեցել տարիներ շարունակ, այո, եւ չնայած որ սա տարածքային անմիջական կապ չէ, այսինքն չնայած որ Հայաստանի տարածքային ամբողջականության տիրույթում է հարցին փորձում լուծում տրվի, բայց ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը կարծես չի ունենում այն լծակները, որ կարող է որոշակի առումով զսպող, արդյոք ամերիկյան այդ ընկերությունը ամբողջությամբ ներկայացնելու է տեղի ունեցող շարժը հայկական կազմակերպություններին կամ արդյոք հայկական ուրեմն համապատասխան մարմինները ունենալու են վերահսկման որոշակի մեխանիզմներ, որոնք կարող են կանխել փոխադարձ պայմանավորվածության արդյունքում, այսինքն ամերիկյան ընկերության եւ ուրեմն Թուրքիայի կամ Ադրբեջանի միջև պայմանավորվածության արդյունքում որոշակի խախտումների դեպքում, որտեղ մենք պետք է հասկանանք, որ բացառված չէ, որ
ամերիկյան ընկերությունը եւս կարող է որոշակի գործարքների գնալ ուրեմն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Այսինքն դեռ վաղ է որ ասել Ադրբեջանը հասել է իր նպատակին, մենք չենք հասել մեր նպատակին, այսինքն որոշակի ժամանակ է պետք է այս խմորը, այսպես ասած, շատ ջուր պետք է տանի իր հետ եւ պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Բայց այստեղ նաեւ քանի որ խաղաղության մասին է այս ամենը, խոսում ենք, որ պետք է գնանք խաղաղության, լավ է որ ուզում են գնալ խաղաղության, բայց լավ չէ որ մենք ենք միայն կարծես ուզում, որտեղ հենց նույն Բայրամովը Ադրբեջանի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ այնտեղ գիտենք, որ Բայրամով եւ ով ուզում է լինի, դա Ալիևն է։ Բոլորը շատ լավ հասկանում են։ Ասում են, որ պիտի անհապաղ օր առաջ փոխեք ձեր սահմանադրությունը։ Այլ դեպքում էլ ինչ որ բաներ առաջ քաշեն եւ էլ ինչ որ ձևով կկանխեն, կվիժեցնեն այս ամբողջ գործընթացը տարիներ շարունակ, որ փորձում ենք բերել ինչ որ մի հատ նորմալ վիճակի։ Ինչ է սա նշանակում, այսինքն մենք ենք միայն ուզում խաղաղություն, իրենք անդադար չեն ուզում։ Իհարկե, ադրբեջանական կողմը փորձում է այդ նույնիսկ ցինիկ պահանջներով հանդես գալով փորձում է հնարավորինս ստիպել հայկական կողմին ընդունելու բոլոր ներկայացված պահանջները եւ ըստ էության դա կարծես թե որոշառումներով հաջողվում է նրան եւ հետաքրքիր է որ հայկական կողմը որը ուրեմն Միացյալ Նահանգների այսպես միջնորդությամբ ստորագրել է փաստաթուղթ, նախաստորագրել է փաստաթուղթ, ամեն դեպքում Միացյալ Նահանգների որպես իր դերը հաշվի առնելով չի ներկայացնում ադրբեջանական կողմից ներկայացնող ուրեմն նման պահանջները, այսինքն դա արդեն խոսում է տվյալ երկրի, այլ երկրի ներքին գործերին, ուրեմն միջամտության մասին եւ փաստորեն տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը դրանով փորձում է կասեցնել այն սկսված գործընթացը, որ հենց Միացյալ Նահանգների միջնորդությամբ է կայացել։ Տեսեք, նաև խաղաղության մասին ենք էլի խոսելու կրկին, որտեղ գնում ենք խաղաղության, բայց այն վարքագիծը, որ դրսևորում է Ադրբեջանը, հենց բառացիորեն երեք Սիրանուշ Սահակյանը, որը Միեդում ներկայացուցիչն է գերիների մասով, նշեց, որ այնտեղ ոչ միայն պատշաճ վիճակում չեն մեր գերիները, այլ նաև ուղղակի արգելված է ամեն տեսակ որևէ միջամտություն, որևէ տեղեկատվություն, առողջապահական կլինի եւ այլն եւ այլն։ Այսինքն մեր գերիներին այնտեղ պահելով, գերիներին տանջելով, կես շինծու դատավարություններ անելով, մենք գնում ենք խաղաղության։ Իհարկե, միանշանակ եւ կարծում եմ գերիների հարցը խաղաղության օրակարգից դուրս մղել է եւ դա առանձին դիտարկել է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այսպես ասած համահունչ չէ խաղաղությանը իր էությամբ, այսինքն մենք կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց խաղաղության պայմանագիրը ինքնին խաղաղություն չի բերելու։ Խաղաղություն կարող է լինել այն դեպքում, եթե երկու կողմերի, ուրեմն ժողովուրդները փորձեն տարիների, այսպես, եթե ոչ դարերի թշնամանքը այսպես վերացնել, Դրա համար երկար ժամանակ է։ Իհարկե, որտեղ մենք գիտենք, որ երկու կողմերն էլ զոհեր են տվել, երկու կողմերն էլ պայքարել են, թշնամանք է ձեռք բերվել, հեշտ չէ, այսպես ուղղակի գնալ եւ իրար հետ խաղաղություն կնքել, բարեկամություն անել, առավել եւս ինչպես որ փորձում են այսպես ամեն կերպ գործող իշխանությունը տանել, բայց գիտեք, դրա համար առաջին հերթին հենց հաղթող կողմի քաղաքական կամքն է անհրաժեշտ։ Իրական հաղթող կողմը հենց պետք է այդ մարդասիրական առաջին ձեռքը մեկնի։ Այո, եւ պետք է հենց այդ հաղթող կողմը, այսինքն մենք հասկացանք, որ պարտվող կողմն ենք եղել, բայց Ադրբեջանը կարծես թե ամեն կերպ փորձում է մեզ պարտադրել, ցինիկ կերպով փորձում է պայմաններ ուրեմն պարտադրել, որոնք միանշանակ չեն կարող բխել որևէ խաղաղասիրության Եվ իրական հաղթողը այդպես չի վարվում։ Միանշանակ եւ նույնը հենց գերիների հարցը ցավոք սրտի մենք գիտենք, որ նրանց թվում կան մարդիկ, որոնք որևէ առնչություն չեն ունեցել
պատերազմական գործողություններին Դե տեսնում ենք շիծում են ամբողջ դատավարությունները։ Այո, եւ նույնիսկ այսպես նրանց գործերը այսօր եթե պետք էլ չէ այսպես իրավաբանական կրթությունը ծանոթանալու եւ հասկանալու բունեությունը հասկանալի է որ այդ բոլոր գործերը հենց հայկական կողմին ճնշելու եւ ոչ միայն հայկական իշխանություն, որտեղ այսօր տեսնում ենք որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որը ըստ որի նրանց համար էական չէ, հա, գերիների Ադրբեջանի կողմից գերիների հարցի ուրեմն օգտագործումը իդեմ հայկական իշխանություններ որոշակի պահանջներ ներկայացնելու առումով, հա, այսինքն հայկական իշխանությունները ներկայացնում են, որ մենք գերիների հարցի դիմաց որևէ զիջումների չենք գնալու, բայց ամեն դեպքում մենք պետք է նաև հասկանանք, որ այստեղ խաղաղություն չի կարող լինել, եթե դու քո էությունը, հա, որևէ քայլ չես անում լինելով հաղթող կողմ։ Շատ լավ, այստեղ նաև շատ կարևոր մի եւս խոսույթ ձևավորվեց մեր հարևան բարեկամ գործընկեր, այսպես դիտարկենք, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հնչեց, որ Տրամպի ուղուն զուգահեռ մենք ներկայացնում ենք Արաքսի միջանցք նախագիծը, որը Հայաստանի Իրանի ռազմավարական կապն է ստեղծելու եւ այլն եւ այլն։ Այսինքն սա ինչ է։ Իրանը սրանով ուզում է ասել, որ Զանգեզուրի միջանցքը մենք մերժում ենք, որտեղ մեզ համար կարմիր գծեր են, Ադրբեջանը պետքա, հա, հարևանների որևէ բան չխախտի, Տրամպի ուղուն էլ փորձում են սինխրոնացնել, զուգահեռացնել Արաքսի միջանցք խոսույթը։ Ինչ է սա։ Իրանը ինչ է ուզում սրանով ասել։ Տեսեք, խորքային առումով այսօր Իրանը այնպիսի խնդիրների առաջ է կանգնած, որ շատ դժվար է նրա համար չեզոքացնելու Միացյալ Նահանգների կողմից նրա միջնորդությամբ ձևավորված որևէ նախագիծ տարածաշրջանը, որքան էլ որ դա հակասի Իրանի ազգային ու պետական շահերին, այնուամենայնիվ այսօր Իրանը ինքնին ունի ահռելի տնտեսական եւ ոչ միայն տնտեսական խնդիրներ, որոնք որ պարզապես թույլ չեն տալու Իրանին կոնկրետ գործողություններով կասեցնելու ինչ որ մի նախագիծ տարածաշրջանային, բայց բնական է որ Իրանը փորձելու է որոշակի առումով պահպանել իհարկե միանշանակ եւ այս առումով փորձելու է առաջարկներ անել, որպեսզի ինչ որ առումով նաեւ կարողանա չեզոքացնել այդ ներկայացված TRIP նախագծի կողմից եկող հնարավոր այսպես վտանգները, բայց ամեն դեպքում նրանք նաև շատ բոլոր խողովակներով շատ པարզ հստակ նշում են, որ Զանգեզուրի միջանցք չկա նման խոսույթ։ Նրանց դեսպանը, որը վերջերս հրաժեշտ տվեց իր առաքելությունը ավարտեց գնաց եւ ասեց, որ որևէ միջանցք չկա, Զանգեզուրի միջանցք արտահայտություն չկա։ Այսինքն, այստեղից հետևություն կարող ենք անել, որ իսկապես Իրանի համար սա կարմիր գիծ է։ Չկա միջանցք, Զանգեզուրի միջանցք երևույթը այնպիսին ինչպիսին որ փորձում է ադրբեջանական կողմը ներկայացնել, չկա, այսինքն Հայաստանի արտատարածքային ուրեմն տրամաբանությամբ չի իրականացում այդ նախագիծը եւ ըստ իրանական եւ նաեւ ոչ միայն իրանական, այլ նաեւ մյուս միջազգային ուրեմն դերակատարների կողմից բոլոր ուրեմն հայտարարությունում մենք տեսնում ենք որ որևէ մեկի համար էլ ընդունելի չէ արտատարածքային, որը նույն նաև ռուսական կողմի համար, նույն նաև եվրոպական Միացյալ Նահանգների բոլորի կողմից։ Տեսնում ենք, որ կողմերը այդ առումով ունեն կոնսենսուս եւ խնդիրը այստեղ դիտարկվել է տարածքային ամբողջականության սահմաններում, բայց ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել սեփական ուրեմն շահերի տրամաբանությամբ եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզապես հայկական պետության, Հայաստանի Հանրապետության անմիջական ներկայացվածություն տեղում չի լինելու, այսինքն գործընթացը կազմակերպվելու է ուրեմն համապատասխան ամերիկյան ընկերության կողմից։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։
Շարունակում ենք թողարկումը Երևանի agrarային համալսարանի հարակից տարածքում մեկնարկել են լայնածավալ կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Տարիներ շարունական խնամ ու չոռոգված այգում այս պահին իրականացվում է վերականգնում, հեռացվում են չորացած ծառերը, տեղադրվում է ժամանակակից ոռոգման համակարգ, իսկ առաջիկա օրերին այգին կհարստանա տասնյակ հասուն ծառերով ու հարյուրավոր մշտադալար թփերով։ Երևանի agrarային համալսարանի հարակից ուսանողական այգում մեկնարկել են լայնածավալ կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Քաղաքի այս հատվածում, որտեղ նախկինում ոռոգման համակարգը չէր գործում, հայտնաբերվել է 70 չորացած ծառ։ Դրանք, նաև դրանց մնացորդ կոճղերը արդեն ամբողջությամբ հեռացվել են։ Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ այգում այս պահին տեղադրվում է մոտ 3 կիլոմետր երկարությամբ ժամանակակից ավտոմատ ոռոգման համակարգ։ Նախնական ծրագիրը նախատեսված էր գարնան համար, սակայն աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է աշուն բուհի խնդրանքով։ Ագրարային համալսարանից դիմել են մեզ, որ այս տարի երկուշաբթի օրը, այսինքն ամսի 14-ին նշվելու է ագրարային համալսարանի 95-ամյակը և 95-ամյակին ընդառաջ մենք փոխեցինք մեր ծրագրերը և այս այգու վերահիմնումը, եթե կարելի է այսպես ասել, տեղափոխեցինք դրանից առաջ։ Տարածքը նախապես մաքրվել է ոչ միայն կոճղերից, այլև նախկինում գործող սրճարանների ավերակներից և բետոնե հարթակներից։ Քանդվել և հանվել են նաև այգու ներքևի հատվածում եղած մեծ մակերեսով բետոնապատ տեղամասերը։ Մաքրման աշխատանքներից հետո ներմուծվել է մեծ քանակությամբ նոր հող տնկման համար։ Ըստ Բեգոյանի, տարածքում նախատեսվում է տնկել 50 հասուն ծառ և 300 մշտադալար թուփ։ Նա հավելել է, որ որոշ տնկիներ այնքան խորն են, որ տեղադրում են հատուկ տեխնիկայի, տրակտորների միջոցով։ Տարբեր տեսակի ծառեր են, հիմնականը թխկիներ են, ունենք ձիակասկեր, ունենք կարմիր թխկիներ, ունենք մշտադալարներ, սոճիներ, ունենք շատ գեղեցիկ, ուրեմն վարդակակաչածառ են կոչվում, որը մենք վերջին 3 տարվա ընթացքում փորձարկեցինք Երևանում, շատ գեղեցիկ է եւ իրեն շատ լավ է զգում։ Մի խոսքով սոսիներ, կաղնի, տարբեր տեսակի որպես այգի քաղաքային այստեղ ընդունելի է մեր համար տարբեր տեսակի ծառերով կանաչապատումը։ Բեգոյանը վստահեցրել է, որ ընտրված ծառերը ձևավորված արմատային համակարգերով հասուն են։ Նման ծառերի կպչողականությունը մոտենում է 100%-ին։ Ագրարային համալսարանի անտարագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանն էլ վստահեցրել է, այգու խնամքը կիրականացնեն ուսանողների հետ միասին։ Այգու խնամքը, եթե մենք կաշխատենք մեր ուսանողների նաև մեր հնարավորությունները օգտագործել, իհարկե ունենք մասնագետներ, նաև քաղաքապետարանն դրանով զբաղվում եւ մեր ուսանողների հետ մենք իհարկե մասնակից կլինենք հետագա աշխատանքների իրականացմանը։ Տնկվող ծառերն ու թփերը լրացնելու են այգում պահպանված կանաչ զանգվածի, հիմնականում կաղնիների եւ մյուս ծառերի միջև եղած բացատները։ Չսպասելով աշխատանքների լիարժեք ավարտին, այգում արդեն միացվել է նոր ավտոմատ ոռոգման համակարգը։ Նպատակն է հասցնել ջրել նոր տնկիները մինչև ոռոգման սեզոնի ավարտը, որը Երևանում կփակվի առաջիկա 5 օրերի ընթացքում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Գյումրիում պաշտոնապես շահագործման է հանձնվել հայկական Կարմիր խաչի շուրջօրյա խնամքի կենտրոնը։ Կառավարության հետ գործակցությամբ վերանորոգված կենտրոնը տրամադրում է խնամք և աջակցություն 160 տարեցների։ Միջոցառմանը մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, դիվանագիտական պատվիրակություններ և միջազգային գործընկերներ։ Գյումրիում պաշտոնապես բացվեց հայկական Կարմիր խաչ ընկերության շուրջօրյա խնամքի նորարարական կենտրոնը։ 2020 թվականից կառավարության որոշմամբ Գյումրու տուն ինստիտուտի կառավարումն իրականացնում է հայկական Կարմիր խաչ ընկերությունը։ Այդ պահից հաստատությունն արդիականացվել է, դառնալով ժամանակակից խնամքի կենտրոն, որի ստեղծման վրա կազմակերպությունը ներդրել է ավելի քան 600 միլիոն դրամ, գերազանցելով նախանշված 270 միլիոն դրամ պարտավորությունը։ Ներդրումները ներառում են լայնածավալ վերանորոգումներ, կահավորում, տեխնիկական հագեցվածություն, նաև աշխատակազմի վերապատրաստում։ Եվ այժմ շուրջօրյա խնամքը գործում է որպես օրինակ հոգացության եւ խնամքի։ Կարծես մի նոր մոդել, որն արդեն կիրառական է։ Ազգային ընկերությունը միջև հիմա շարունակում է կատարելագործել թե աշխատակիցների, թե խնամքի կենտրոնի պայմանները հանուն շահառուների կեցության որակի բարձրացման։ Բացման խոսքով հանդես է եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նշելով. Այս կենտրոնը, որը վերջի տարիներին վերանորոգվել եւ արդիականացվել է, ավելին է, քան պարզապես խնամքի վայր։
Այն մեր հարգանքի եւ երախտագիտության խորհրդանիշն է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր իրենց կյանքով, աշխատանքով եւ նվիրումով իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման գործում։ Սա նաեւ պետության կողմից նման հաստատություններում կյանքի որակի բարձր ստանդարտներ սահմանելու եւ դրանցով հետեւողականորեն առաջնորդվելու մասին է։ Մենք խորապես կարևորում ենք մեր ավագ սերնդի ներկայացուցիչների յուրաքանչյուրի անհատական խնամքը, յուրաքանչյուր անհատ արժանի է հարգանքի, ուշադրության եւ այնպիսի պայմանների, որոնք ապահովեն վերջիններիս բարեկեցությունն ու հարմարավետությունը։ Իսկ հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը ներկայացրել է կենտրոնում իրականացված աշխատանքները, շեշտելով, որ բոլոր բարեփոխումներն ուղղված են շահառուների բարեկեցության ապահովմանը։ Կենտրոնն այս պահին խնամք է տրամադրում 160 շահառուի։ Ծառայությունները ներառում են կացարան, խնամք, բժշկական եւ հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, սնունդ, հագուստ եւ հիգիենայի պարագաներ։ Ազգային ընկերությունը հաշվի առնելով 7 հիմնարար սկզբունքները, ինչպես նաև տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները, միջազգային նորմերին համահունչ, կենտրոնում հետևողականորեն ձգտել է ապահովել խնամքի ծառայությունների բարձր որակը։ 2020 թվականից սկսած մեր գործընկերների աջակցության շնորհիվ, ինչպիսիք են շվեյցարական Կարմիր խաչը, ավստրիական Կարմիր խաչը, ավստրիական զարգացման գործակալությունը, իտալական Կարմիր խաչը, Ճապոնիայի դեսպանատունը, Լիխտենշտեյնի Կարմիր խաչը եւ այլ գործընկերներ խնամքի կենտրոնում իրականացրել են բազմաթիվ աշխատանքներ եւ բարեփոխումներ, հիմնավորվել են երկհարկանի 3 բնակելի հատվածները, խոհանոցը, այգիներից մեկը, միջանցքները, իսկ վարչական մասնաշենքի առաջին հարկի վերանորոգումից հետո այն ծառայել է անկողնային խնամք պահանջող մեր շահառուների համար։ Միջոցառման ավարտին ստորագրվել է նոր փոխըմբռնման հուշագիր։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության շրջանակում համատեղ նախաձեռնությունների համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը։ Հոբելյանի շրջանակում կառույցը Դիլիջանում կազմակերպել էր հումանիտար ականազերծմանն ու համայնքների անվտանգությանը նվիրված հատուկ միջոցառում միտված մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելուն։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանում իր գործունեության 30-ամյակի առթիվ Դիլիջանում կազմակերպել էր հոբելյանական միջոցառում, որը նվիրված էր հումանիտար ականազերծմանն ու համայնքի անվտանգությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հետ համատեղ, նպատակ ունենալով ընդգծելու գործունեության ձեռքբերումները եւ վերահաստատելու ավելի անվտանգ ու դիմակայուն համայնքներ կառուցելու հանձնառությունը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում կարևորել է Հայաստանի հետ գործակցությունը ընդգծելով. Այս տարեդարձը ոչ միայն ՄԱԶԾ-ի եւ Հայաստանի կառավարության ու ժողովրդի երկարամյա գործընկերության արդյունքն է, այլև մեր համատեղ հանձնառության վերահաստատումը, հանուն կայուն զարգացման եւ համայնքների անվտանգության։ Տավուշում եւ ամբողջ երկրում մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր համայնք լինի հզոր, դիմակայուն եւ ականների սպառնալիքից ազատ։ Մենք երախտապարտ ենք հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին եւ Տավուշի մարզպետարանին ամուր գործակցության համար եւ ակնկալում ենք շարունակել մեր համատեղ ջանքերը ավելի անվտանգ Հայաստան կառուցելու համար։ Ըստ Նացվլիշվիլիի պատահական չէ, որ հոբելյանական միջոցառումը կազմակերպվել է հենց Տավուշում, քանի որ մարզում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերն իրականացրել են բազմաթիվ կարևոր ծրագրեր սոցիալ-տնտեսական զարգացումից մինչև գենդերային հարցերի առաջմղում, կլիմայի փոփոխության դեմ պայքար եւ ականազերծում։ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Գուշչյանն էլ նշել է, որ այս գործակցությունը մեծ նշանակություն ունի մարզի համար։ ՄԱԿ-ից Հայաստանում ներկայացված գործակալություններից, ինչպես գիտենք, ամենամեծ պորտֆել կառավարողն է եւ այդ իսկ պատճառով ամենաշատ ծրագրեր իրականացնողն է եւ Տավուշի մարզը նույնպես անմասն չի մնացել այդ ծրագրերից եւ այդ բոլոր ծրագրերի նպատակը մեկն է վերացնել աղքատությունը եւ այդ նպատակին էլ համահունչ է բոլոր ծրագրերը եւ ես կցանկանամ այդ ծրագրերից առանձնացնել այդ ներդրումներից ոչ միայն նյութականը, այլ մեզ համար էլ ավելի կարեւոր է որպես լավագույն փորձի ներդրում եւ որ այդ փորձը այդ ներդրումները լինում են շարունակական եւ տարածում են գտնում
որն էլ նպաստում է մեր տնտեսության զարգացմանը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, նշելով, որ մարդասիրական ականազերծումը շարունակում է մնալ համայնքների անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը։ Մենք արդեն երկրորդ տարին սահմանազատման գործընթացին զուգահեռ այն հատվածները, որոնք որ արդեն իսկ պաշտոնապես Հայաստանի Հանրապետության տարածք կա, այդ հատվածներում մենք արդեն սկսել ենք ականազերծման աշխատանքները, բավականին բարդ աշխատանքները, որովհետև խիտ ականադաշտեր է։ Բացի դա շատ տեղերում մենք իրազեկում ենք իրականացնում, հատկապես այն կոնֆլիկտային տեղերում, վտանգավոր տեղերում, որտեղ բնակչությունը մոտ է այդ աղտոտված տարածքներին, որպեսզի մենք դժվարներ չունենանք։ Ըստ էության կարող եմ ասել, որ այդ մեր աշխատանքների արդյունքում դեռևս մենք դժվարներ չունենք, մարդիկ իրազեկված են, զուգահեռ եւ իրականացնում ենք նաեւ ականազերծման աշխատանքներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև քայլերով փոփոխությունների միջոցով ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի 30 տարիները Հայաստանում վավերագրական ֆիլմը, որն ամփոփել է կազմակերպության 3 տասնամյակի ձեռքբերումները։ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի կողմից անցկացվեցին ինտերակտիվ վարժություններ եւ իրազեկման սեսիաներ, ուղղված ականների եւ պայթուցիկ զինամթերքների վտանգների ճանաչմանն ու դրանցից զերծ մնալու հմտությունների ձևավորմանը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի նախաձեռնությունները շարունակելու են աջակցել այն համայնքներին, որտեղ դեռ առկա են չպայթած զինամթերքի սպառնալիքներ, նպաստելով գյուղատնտեսական հողերի վերադարձին շրջանառություն եւ ապահովելով մարդկանց իրավունքներն ապրելու անվտանգ միջավայրում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Եվ թողարկման ասացվածում շաբաթվա միջազգային նորություններն առաջարկում ենք դիտել տեսաշարով։
Կունենանք արդյոք Հայաստանի 4-րդ հանրապետություն, Մոլդովայի օրինակով կմարի արդյոք Կրեմլի ազդեցությունը Հայաստանում եւ ինչ է սպասվում 2026-ին։ Հայաստանը դուրս է գալիս Մոսկվայի ազդեցության գոտուց, պահպանելով տնտեսական հարաբերությունները։ Կշռադատված բաժանում, ինչպես է Հայաստանը ձևավորում իր 4-րդ հանրապետությունը։ Պրոռուսական ընդդիմության վերջին շանսը։ Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ լուրերից դուրս զրուցել են Գագիկ Մկրտչյանը եւ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։